Մայիս 2026-ի հորոսկոպ։ Ով կարող է անակնկալներ ակնկալել ճակատագրից և ով կարող է վերսկսել սերը և փողը։ Մայիս 2026-ի հորոսկոպ խոյի համար։ Մայիսը խոստանում է բեղուն լինել ձեր մասնագիտական կյանքում։ Արագ որոշումներ կայացնելու ձեր ունակությունը կօգնի ձեզ առանձնանալ։ Որոշակի մարզումներ օգտակար կլինեն։ Հարաբերություններում փորձեք խուսափել զուգընկերոջ վրա ճնշում գործադրելուց։ Ձեր բնորոշ անմիջականությունը կարող է ընկալվել որպես քննադատություն։ Մայիս 2026-ի հորոսկոպ ցուլի համար։ Ամսվա սկզբից դուք շատ արդյունավետ կլինեք, ինչը կօգնի ձեզ արագ լուծել աշխատանքային խնդիրները։ Ձեր հաղորդակցման հմտությունները կբարձրանան, և դրա հետ մեկտեղ դուք նաև նոր ընկերներ կձեռք բերեք։ Մայիսի 16-ից հնարավոր կլինի կատարել թանկարժեք առաջադրանք։ Ամսվա վերջում փորձեք ժամանակ գտնել միայնության համար։ Մայիս 2026-ի հորոսկոպ երկվորյակների համար։ Դուք կկարողանաք գլխապտույտ հեղափոխություն կատարել և բարձրանալ առաջին հորիզոնական այն ոլորտներում, որտեղ պահանջվում է հռետորաբանություն և սրամտություն։ Մայիսի վերջին շաբաթում փորձեք ավելի հետևողական լինել։ Ձեր խոսքը պահելը կամրապնդի ձեր հեղինակությունը շրջապատողների աչքում։ 2026 թվականի մայիսի հորոսկոպը խեցգետնի համար։ Առաջին 10 օրերի ընթացքում խեցգետինները կարող են թեթևակի կարոտախց զգալ, ինչպես նաև ցանկանալ վերադառնալ հին հոբբիներին։ Սա անցյալից էներգիայով լիցքավորվելու միջոց է։ Աշխատանքի վայրում դուք կլինեք կարեկից, ինչը ձեզ կդարձնի հիանալի թիմային խաղացող։ Աստղերը նպաստում են ձեր կերպարի փոփոխություններին։ 2026 թվականի մայիսի հորոսկոպը առյուծի համար։ Թարմ քամի կմտնի առյուծի անձնական կյանք, ձեր տրամադրությունը կգրավի։ 2026 թվականի մայիսի աստղագուշակ կույս։ Սիրո հարցերում ամսվա առաջին կեսը նպաստավոր է հանգիստ և հարմարավետ մարդու հետ հանդիպելու համար։ Մի փորձեք անմիջապես վերլուծել այս հարաբերությունների հեռանկարները, պարզապես վայելեք միմյանց ճանաչելու գործընթացը։ Աշխատանքում խորհուրդ ենք տալիս հետևել ձեր սովորական գրաֆիկին։ 2026 թվականի մայիսի աստղագուշակ կշերք։ Մայիսի առաջին շաբաթում մշակութային կյանքը կզբաղեցնի կշերքների ժամանակի մեծ մասը։ Վեներայի վրա ծնվածները կկարողանան ստեղծել գեղեցիկ արվեստի գործ, ինչը կարող է հանգեցնել լրացուցիչ եկամտի աղբյուրի։ Անձնական ճակատում խորհուրդ է տրվում ավելի շատ կենտրոնանալ թեթևության և սիրախաղի վրա։ 2026 թվականի մայիսի աստղագուշակ կարիճ։ Չնայած տոներին, աստղերը խորհուրդ են տալիս լուծել ամենաբարդ խնդիրները մայիսի առաջին տասնօրյակում։ Աշխատանքային կյանքում կարիճները կզգան իրենց դետեկտիվներ, որոնք բացահայտում են հանգամանքների խճճված ցանցը։ Արդյունքը կլինի ձեր մասնագիտական դիրքի հիմքի ամրապնդումը։ 2026 թվականի մայիսի հորոսկոպը աղեղնավորի համար։ Մայիսի առաջին տասնօրյակը կարևոր ժամանակ է այն բանի համար, որին աղեղնավորը երկար ժամանակ պատրաստ չէր։ Տիեզերքը խորհուրդ է տալիս օգտագործել ամսվա երկրորդ կեսը 2026 թվականի մայիսի աստղագուշակություն այծեղջյուրների համար։ Ամսվա առաջին շաբաթվանից հիմնական ուշադրությունը կտեղափոխվի անվտանգության հարցերի վրա։ Այծեղջյուրները կզգան իրենց գործերն ու փաստաթղթերը կազմակերպելու և ֆինանսական վերլուծություն անցկացնելու անհրաժեշտությունը։ Համբերությունն ու կարգապահությունը կպարգևատրվեն, եթե ձեր ջանքերը կենտրոնացնեք հին առաջադրանքները կատարելու վրա։ 2026 թվականի մայիսի աստղագուշակություն ջրհոսների համար։ Մենք խորհուրդ ենք տալիս ջրհոսներին չփորձել ամեն ինչ միանգամից անել, այլ ընտրել մեկ, բայց ամենակարևոր նպատակը։ Այս ամիս ձեր կազմակերպվածությունը կլինի ձեր հիմնական ռեսուրսը։ Առաջին տասնօրյակում հավանական են տան բարեկարգման և անշարժ գույքի ներդրումների հետ կապված խոշոր պլանավորված ծախսերը։ Խուսափեք ինքնաբուխ և ավելորդ ծախսերից։ 2026 թվականի մայիսի աստղագուշակություն ձկների համար։ Ձեր աշխատանքում մոլորակները խորհուրդ են տալիս ձեր համարձակ գաղափարները բարձրաձայնել ղեկավարության հետ, ինչը կբացի կարիերայի առաջխաղացման հեռանկարներ։ Դուք չեք ունենա հավասարը ճարտասանության և համոզման մեջ, ուստի միայնակ ձկները հիանալի հնարավորություն կունենան հարաբերություններ սկսելու իրենց դուր եկած մեկի հետ։ Օրվա աստղագուշակ խոյ։ Այսօր չարժե որևէ կարևոր բան ձեռնարկել։ Մեծ է հավանականությունն այն բանի, որ մանր թյուրիմացությունները կխառնեն ձեր պլանները, իրենց հետ կբերեն ֆինանսական կորուստներ, ինչպես նաև կդառնան տարաձայնությունների առիթ այնպիսի մարդկանց հետ, որոնց հետ ձեր հարաբերությունները դուք թաքն եք գնահատում։
Այսօր հատկապես ձեզ մտահոգում են առաջին հայացքից աննշան թվացող, սակայն շատ հաճախ հանդիպող տարաձայնությունները մտերիմների ու ազգականների հետ։ Սիրելի մարդն այսօր ինչպես երբեք ձեր ուշադրության եւ հոգատարության կարիքն ունի եւ ուրախանում է դրա ցանկացած դրսևորման հետ։ Ցուլ. Այսօր հնարավոր են տհաճություններ աշխատավայրում։ Ղեկավարությանը հայտնի է դառնում ձեր սխալների ու վրիպումների մասին։ Ձեր հասցեին բավական շատ է սլվում քննադատություն, սակայն անգամ այդ ամենով գործը չի ավարտվում։ Եթե դուք այսօր առավելագույն ջանքեր չգործադրեք ամեն ինչ ուղղելու ու շտկելու համար, ապա լուրջ ֆինանսական եւ պրոֆեսիոնալ խնդիրներն իրենց երկար սպասեցնել չեն տա։ Անձնական կյանքում գերիշխողը դրական միտումներն են, օրը բավական հարմար են նոր ծանոթությունների համար, չի բացառվում անգամ ռոմանտիկ հրապույրը։ Երկվորյակներ. շտապեք ավարտին հասցնել նախկինում սկսած եւ կիսատ թողած գործերը։ Եթե դուք այժմ դրանցում եզրափակիչ կետ չդնեք, ապա հետագայում դրանք երկար ժամանակ կմնան կախված վիճակում, ինչը բարդություններ կստեղծի առաջին հերթին ձեզ համար։ Մի շտապեք գործարքներ կնքել, մի ստորագրեք ոչ մի փաստաթուղթ, մինչև որ դրանք մանրամասն չուսումնասիրեք։ Այսօր սիրելի մարդը կստիպի ձեզ նյարդայնանալ, նշանի բազմաթիվ ներկայացուցիչներին կտանջի խանդի զգացումը։ Օրն ընդհանուր առմամբ հարմար է ավագ ազգականներին տեսակցելու համար։ Խեցգետին. այսօր դուք ստիպված եք լինելու ձեզ վրա վերցնել պատասխանատվություն, այնպիսի մարդկանց փոխարեն, ովքեր ունակ չեն անգամ ամենատարական որոշումներն ինքնուրույն կայացնելու։ Հարկադրված չպլանավորած ծախսերը բավական զգալի կլինեն, սակայն այդ փողերը շուտով կվերադառնան ձեզ։ Չարժե ռոմանտիկ հարաբերությունների զարգացման առումով հապչեպ որոշումներ կայացնել։ Այսօր դուք իդեալականացնում եք մարդկանց, վարդագույն ակնոցներով նայում բոլոր նրանց, ովքեր ձեզանով հետաքրքրված են, այնպես որ անձնական հարաբերություններում եղեք ավելի հաշվենկատ ու սթափ։ Արյուծ. բարենպաստ օր է նոր ձեռնարկումների համար, առաջին հերթին պատվախնդից պրոֆեսիոնալ մտահղացումներն իրականացնելու։ Նշանի առավել նպատակամղված ներկայացուցիչների համար հնարավորություն կընձեռնվի բարձրանալ ծառայողական աստիճաններով։ Կեսօրը կլինի բավական լարված, այդ թվում եւ ֆինանսական առումով, այնպես որ օրվա այդ ժամանակահատվածում մի կայացրեք հապչեպ որոշումներ, որքան էլ որ շրջապատի մարդիկ փորձեն ձեզ շտապեցնել։ Երեկոն աստղերը խորհուրդ են տալիս անցկացնել տանը, իսկ հոգնեցուցիչ գործերն ավելի լավ է հետաձգել վաղվան, ժամանակն ավելի լավ է օգտագործել ուժերը վերականգնելու համար։ Կույս. այսօր ձեզ պետք է գան համարձակությունն ու վճռականությունը, որքան ավելի վառ դրսևորվեն ձեր այդ որակները, այնքան ավելի լավ կդասավորվի ձեր օրը։ Հնարավոր են անսովոր հրապուրիչ արկածներ, բազմաթիվ արյուծներ կհայտնվեն ամենատարբեր արկածախնդրությունների մեջ եւ դրանից մեծ հաճույք կստանան։ Հնարավոր է, որ արժեքավոր տեղեկություններ ստանաք, օրը հատկապես հաջող կզարգանա այն արյուծների համար, ովքեր զբաղվում են հետազոտություններով եւ գիտական աշխատանքներով։ Հիշեք, որ այսօր դուք հեշտությամբ եք սիրահարվում, արագ կորցնում գլուխը, սակայն նոր հրապույրը շատ արագ կմոռացվի։ Կշերք. օրվա առաջին կեսը կանցնի բավական բեղմնավոր, դուք հնարավորություն կստանաք հպարտանալ ինքներդ ձեզանով։ Օրվա այդ մասը կապված է ոչ միայն պրոֆեսիոնալ ձեռքբերումների հետ, այլև ձեզ համար մեծ կարևորություն ներկայացնող հարաբերություններում դրական փոփոխությունների։ Գովելի է ցանկացած նախաձեռնողականության դրսևորումը։ Օրվա երկրորդ կեսին ձեր ինքնազգացողությունը կվատանա եւ ցանկալի չէ այդ ժամանակահատվածում ուղևորվել երկար ճանապարհությունների, ղեկին նստած։ Կույս ծնողների մոտ դժվարություններ կծագեն երեխաների հետ շփումներում։ Կարիճ. այսօր ձգտեք սառնասրտություն պահպանել ինչ էլ որ տեղի ունենա, իսկ եթե այդ հարցում խնդիրներ ծագեն, ապա հետևեք այն բանին, որ շրջապատի մարդիկ չկարողանան նկատել, թե իրականում ինչ էմոցիաներ են ձեզ բարուրել։ Միայն ծույլն այսօր չի փորձում ձեզ փռացնել, անգամ այն մարդիկ, ում համար դուք պատրաստ եք ամեն ինչի անել, միայն խորամանքություններ եւ խարտավազք են փնտրում, փոխարենը ուղակի խնդրանքով դիմել ձեզ։ Նշանի որոշ ներկայացուցիչները բավական լրջարեն մտահոգված են իրենց ֆինանսական վիճակով, այսօր անverջ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե նրանք շատ շուտով կմնան առած գրոշի։ Աղեղնավոր. այսօր ով ասես փորձում է խառնել ձեզ գործերին, ձեզ անverջ խորհուրդներ են տալիս եւ նրանք, ում դուք դիմում եք նման խնդրանքով, եւ թե նրանք, ում հետ դուք կնախընտրեիք որքան հնարավոր հեռու մնալ։ Հանգստություն եւ անդոր պահպանելը շատ դժվար կլինի ողջ օրվա ընթացքում։ Կեսօրին էմոցիոնալ պայթյուն տեղի ունենալու հավանականությունն առավելագույնն է։ Երեկոյան իրավիճակը կփոխվի, դրա հետ մեկտեղ էլ դուք կսկսեք շրջապատող տեղի ունեցող իրադարձություններին վերաբերվել փիլիսոփայական հանգստությամբ։ Դա ձեզ ավելի հրապուրիչ կդարձնի շրջապատի աչքերում։ Այցեղջուր, մի սպասեք նվերների, եթե այսօր ցանկանում եք ինչ-որ բանի հասնել, պետք է բավական չարչարվեք եւ լուրջ ջանքեր թափեք, ընդ որում արդյունքների կարող եք հասնել միայն ինքնուրույն արված նախաձեռնությունների շնորհիվ։ Այսօր բավական մեծ է մտերիմ մարդկանց հետ ամեն տեսակ տարաթայնություններ ունենալու հավանականությունը։ Մտերիմներին անverջ թվում է, որ դուք չափազանց թեթևամիտ եւ անլուրջ եք, եւ ձեր ոչ մի գործողությունում չեք մտածում հետևանքների մասին։ Շրջապատին հակառակում համոզելու ձեր փորձերը դժվար թե հաջողությամբ պսակվեն։
Ջրհոս, այսօր դուք ստիպված կլինեք ժամանակավորապես ձեզ նվիրել բարդ ու հոգնեցուցիչ գործի, որը որքան էլ որ ձեզ տհաճ է, սակայն ձեր բանականությունը ձեզ հուշում է, որ այն անհնար է իրականացնելը։ Չարժե աշխատավարում քննարկել իրավիճակը գործընկերների հետ։ Չափից ավելի բաց բերանությունը այսօր կարող է ձեզ մեծ վնասներ պատճառել։ Նվազագույնի հասցրեք ամեն ետեսակի շփումներ։ Երեկոյան ամենից ճիշտ կլինի ընթերցանությամբ զբաղվելը, ընդ որում լավ կլինի, որ խստապահանջ լինեք ընտրված գրականության նկատմամբ եւ կարդաք միայն այնպիսի բան, որը կարող է ձեզ լիցք եւ մտորելու նյութ տալ։ Ձկներ, պրոֆեսիոնալ ոլորտում հնարավոր են զգալի փոփոխություններ, նշանի բազմաթիվ ներկայացուցիչների համար օրը առավելապես կապված կլինի մեծ հեռանկար խոստացող գործնական առաջարկների հետ, որոնք կստիպեն վերանայել իրենց նպատակներն ու կարիերայի հետ կապված հեռանկարները։ Այսօր շանսը բաց մի թողեք ինքներդ ձեզ ուրախացնելու մի ինչ-որ նոր ու հետաքրքիր բանով, ընտրեք հաճելի կոսմետիկ պրոցեդուրներ, այցելեք շոփինգի, գնեք ձեզ համար առավել հաճելի եւ թարմություն ներկայացնող բան։ Հիշեք, որ այսօր դուք կարող եք ձեզ նման բան թույլ տալ։